մեր առաջին հանրապետությունը դա ուրեմն որի հետնորդն էր, որ պետության հետնորդն էր, որպես առաջին հանրապետություն։ Հայաստանի առաջին հանրապետությունը իրավահաջորդ չի որևէ պետության, իրավահաջորդ չի, որտեղ դրանից առաջ այնքան առաջապետությունը գոյություն ունեցել բուն հայկում։ Ստեղծվել է նոր պետություն։ Այո, նոր պետություն։ Դրա համար էլ էցել դա ստեղծվեց։ Դրա համար էլ Փարիզի վեհաժողովը, որը սկսեց ճանաչել երեք հանրապետությունները, հստակ ձևակերպում տվեց, որ նախկին վարչական սահմանները չեն կարող հիմք հանդիսանալ, այսինքն սկսեց նոր պետությունների ճանաչում։ Այսինքն ոնց որ շատ ազգեր կան պետություն չունեն, նույնը դուք մի մոռացեք, որ Բագրատունյաց Հայաստանից անկումից հետո, որը մենք կորցրել ենք պետականություն, այսինքն դադարել էր գոյություն ունենալ, դարեր շարունակ չենք ունեցել, այսինքն 1045 անին գրավվեց 64-ից հետո մինչև 1918 900 տարվա եւ ավել, այսինքն բուն Հայաստանում, եթե գիտիկան չաշվեն, չեղը եւ բնականաբար այդ պետականության, շարունակականության կամ իրավահաջորդության խնդիր չկա, ի տարբերություն առաջի եւ ներկայիս հանրապետության միջև, որ հստակորեն գոյություն է ունեցել, ճանաչվել է, որը օկուպացվել է եւ այլն, այդ ամբողջ տարբեր նախադեպեր կա կապված պրիվատիկայի հետ։